Գործարար Սամվել Կարապետյանի 2 ամսով կալանավորման որոշումը ով է կայացրել։ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար։ 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Իսկ ում ասածն արեց Փաշինյանը։ Սոցցանցերում գրում են ադրբեջանական պահանջի իրականացման մասին։ Ռուսաստանում Սամվել Կարապետյանը շատ ու շատ հարցերում հայերի եւ Հայաստանի շահերի պաշտպան է։ Մոսկվայում Սամվել Կարապետյանը որոշ ոլորտներում մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին։ Վերջինս Ռուսաստանում Ալիևի շահերի հիմնական սպասարկողներից մեկն է։ Հարվածելով Սամվել Կարապետյանին Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին, թե այս թե նախորդ կետով։ Սամվել Կարապետյանի թեման ակտիվ քննարկվում է նաև ադրբեջանական մամուլում։ Իբրև խաղաղության ժեստ Փաշինյանից պահանջում են այսպես ասած արտահանձնել Կարեն Կարապետյանին, որի նկատմամբ տարիներ առաջ Ադրբեջանը հետախուզում էր սկսել։ Փաշինյանը բազմիցս խոսել է խաղաղ օրակարգից, սակայն խոսքերը պետք է հաստատվեն գործողություններով։ Ռազմական հովանավորներին թաքցնելը միայն վարկաբեկում է հաշտեցման միտումը։ Կարապետյանի արտահանձնումը հնարավոր է դարձնում վստահության ամրապնդումը, երկրի մաքրումը մոխրագույն տնտեսության ժառանգությունից եւ ցույց է տալիս, որ Հայաստանը իսկապես շրջվում է դեպի խաղաղություն։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչեք առանց Արցախի, որ ապացուցեք խաղաղության ձգտումը, հետո սահմանազատում արեք հենց Տավուշից, հետո փոխեք սահմանադրությունը։ Հիմա էլ Հայաստանի քաղաքացիներին արտահանձնելու ոչ պաշտոնական պահանջ է ուղարկում Բաքուն։ Այս ֆոնին Թուրքիա է գնում Փաշինյանը, որտեղ է նաև Ալիևը։ Հնարավոր է նաև այդ հարցի քննարկումը, նշում է Տաթևիկ Հայրապետյանը, չբացառելով Փաշինյանի կողմից նման քայլը։ Փաշինյանի դեպքում ցանկացած հարց կարող է քննարկվել, անգամ մեզ համար ամենաանընկալելի թեմաները կարող են քննարկվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի ոսկե ձկնիկ են բռնել հանձին Փաշինյանի, ով պատրաստ է ցանկացած գործողության իշխանության մնալու համար։ 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի դատախազությունը դիմել էր Հայաստանին իբրև համագործակցելու Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության շրջանակում։ Ադրբեջանի դատախազության հաղորդագրության համաձայն նրանք քննարկելու են այդ գործողություններին մասնակցած ու Հայաստանում ապրողների վերաբերյալ հարցերը նաև։ Հայաստանի դատախազությունն ու արտգործնախարարությունը չէր արձագանքել Ադրբեջանի կոչին։ Հունիսի 19-ի ազգային ժողովում թե ընդդիմադիր, թե իշխանական падգամավորների ելույթներից անպակաս էին Կարապետյանի վերաբերյալ հատվածները։ Կոնջորյանի խոսքով, եթե նույն բառապաշարով խոսեր մեկ այլ երկրում, նրա հետ այլ կերպ կվարվեին։ Այդ բարեգործների պետությունը ո՞րն է։ Սա ֆունդամենտալ հարց է։ Այդ բարեգործի պետությունը, ես ոչ թե նկատի ունեմ միայն ֆորմալ քաղաքացիությունը, ո՞րն է այդ բարեգործի պետությունը, ո՞րն է այդ բարեգործի կենսական շահերի գոտին, որ հանկարծ եթե այդ կենսական շահերի գոտիում ինչ-որ բանային չլինի, ինքը կկորցնի իր ունեցվածքը։ Եվ ինչ կլիներ Սամվել Կարապետյանի հետ, որ հանկարծ նա իր կենսական շահերի գոտում համարձակվեր այդ երկրի իշխանության մասին ասել մի փոքրիկ խմբակ։ Ինչ կանեին նրա հետ եւ քանի վայրկյանում նրա հետ դա կանեին։ Դա էլ թողնում եմ բոլորի երևակայությանը։ Փաշինյանի վախերի դրսևորումն է Կարապետյանին կալանավորման որոշումը, որից հետո իր եւ Ալիևի հոգին փառավորվել է, կարծում է ընդդիմադիր падգամավորը։ Տոնում էիք երեք։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետեւ տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տոնած կլինեիք, այդտեղ կասկած չունեմ։ Ձեզ ուժեղ էիք զգում։ Ես վստահեցնում եմ, դա ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչից եք էլի այդքան վախենում։ Մարդն ընդամենն ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած ալինելու, եկեղեցուն է պաշտպանելու։ Այդ ինչ մի sense վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ասում եմ մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Իսկ այդ ձևերը ներառում են հեծի այսպես ասած պետականացնելը, իսկ Փաշինյանի ձևերի մեջ մտնում է Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մարդուն արտահանձնելու քայլը։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։